Երևան, Էր-Ռիադ։ Կարծր սառույցը հալվեց մի քանի տասնյակ տարի անց։ Ինչու հենց այս փուլում Հայաստանին ու Սաուդյան Արաբիային հաջողվեց բարեկամաբար միմյանց ձեռք սեղմել։ Ինչ սպասել դիվանագիտական նոր գործակցությունից։ Շատ կարևոր է հարաբերությունները իսլամադավան խոշոր առանցքային պետության հետ, որը նաև մուսուլմանական սրբատեղիների պահապաններն են։ Եթե դու ունես հարաբերություններ, կարող եք արդեն խոսել։ Իսլամադավան այս պետության հստակ դիրքորոշումն Արցախի հարցում տարիներ շարունակ եղել է ադրբեջանամետ։ Արդյոք հարաբերությունների հաստատմանը նպաստեց նաև Արցախի հայաթափումը։ Արաբագետի խոսքով այս փաստը ինչ-որ առումով մեղմեց հակասությունը։ Շատ երկրներ կային մեր տարածաշրջանում հարևան եւ բարեկամ տրամադրված, որոնք ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց մենք ունենք դիվանագիտական հարաբերություններ։ Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ֆոնին տարածաշրջանում անվտանգության նոր համակարգ է ձևավորվում։ Իսրայել-Ադրբեջան ակտիվ գործակցությունը չի դադարում անգամ Նեթանյահուի վերաբերյալ Էրդողանի կոշտ դիրքորոշման պարագայում։ Սաուդյան Արաբիայի հետաքրքրությունների շահերի շրջանակն ընդլայնվում է նոր վերադասավորումների ֆոնին։ Սաուդյան Արաբիան փորձում է այդ համակարգերի մեջ իր դերն ու նշանակություն ունենալ, նաև դրանով է հետաքրքիր տարածաշրջանը Սաուդյան Արաբիային, հատկապես նաև հաշվի առնելով սաուդա-թուրքական հարաբերությունները, սաուդա-էմիրաթական։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի դեսպաններ Կարեն Գրիգորյանն ու Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարն են ստորագրել դիվանագիտական հարաբերությունները հավաստող փաստաթուղթը։ Առայժմ պարզ չէ, արդյոք երկու երկրները պատրաստվում են դեսպանություններ բացել միմյանց մայրաքաղաքներում։ Մասնագետի խոսքով դեռ մեծ աշխատանք կա այս ուղղությամբ։ Միացյալ Նահանգների եւ առհասարակ հավաքական արևմուտքի հետ Հայաստանի վերջին շրջանի ակտիվ շփումը նպաստել է արդյոք հարաբերությունների հաստատմանը, որի ուղղությամբ Երևանը երկար տարիներ աշխատում էր։ Սաուդյան Արաբիան այնպես չի, որ խամաճիկ է ինչ-որ մի համակարգի եւ գործընկերոջ ձեռքում, չէ, ինքնուրույն իր քաղաքականությունը ձևավորող եւ վարող է հատկապես վերջի շրջանում Թագաժարանգի Մոհամմեդ բին Սալմանի Թագաժարան դառնալուց հետո հատկապես 2022-ին Մյունխենի կոնֆերանսի շրջանակում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել էր Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակցին։ Սա երկու երկրների գլխավոր դիվանագետների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր։ Շնորհակալ եմ։ Երբ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, Հայաստանի վարչապետն ասում է եւս մեկ փաստարկ կլինի, որ հարաբերություններ հաստատվեն նաև իսլամադավան մեկ այլ պետության՝ Պակիստանի հետ։ Փորձագետի խոսքով այս ուղղությամբ եւս պետք է ակտիվ աշխատել։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։